Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում սեպտեմբերի 29-ին տեղի ունեցավ Միքայել Սրբազանի գործով հերթական դատական նիստը։ Արքեպիսկոպոսին դատարանի դահլիճում ծափահարություններով եւ Սրբազան վանկարկումներով դիմավորեցին։ Աջակիցներին շնորհակալական ողջույններով արձագանքեց նաեւ Սրբազանը։ Քննող դատավոր Արմինե Մելիքսեթյանին պաշտպանական կողմը բացառք ներկայացրեց, հիմնավորմամբ, որ սեպտեմբերի 24-ին վերջինս մեղադրական վերդիկտը հրապարակելուց եւ լրացուցիչ դատական լսումների օրվա մասին հայտարարելուց անմիջապես հետո հեռացել է դահլիճից, կողմերին չտեղեկացնելով, որ նախքան հերթական դատական նիստը նրանք կարող են միջնորդություններ ներկայացնել դատարանին։ Դատարանը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը։ Պաշտպանական կողմը տեղեկացրեց, որ վերջնական դատավճռից հետո իրենք պատրաստվում են որոշակի իրավական քայլերի դիմել դատավոր Արմինե Մելիքսեթյանի նկատմամբ։ Հաշվի առնելով այս դատավորի նույնիսկ այն պարզունակ խախտումները եւ այսօրվա մի նիստի ժամանակ էլ դա հատուկ ընդգծեցինք, որ նույնիսկ տարական իրավունքի հետ կապված հարցեր դատարանը չի բավարարում։ Տարական հարցեր, որ իր պարտականությունն է։ Եվ սա ցույց է տալիս մի բան, որ դատավորը թելադրվում է քաղաքական նկատառումներով եւ բնականաբար այս որոշումը չի կայացվում այս դատարանի շենքում։ Ցավալի է, բայց դա փաստ է։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին դատավոր Արմինե Մելիքսեթյանը մեղավոր էր ճանաչել Միքայել Աջապահյանին քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով կատարած արարքի համար։ Մեղադրանքի էությունն այն է, որ նա զանգվածային լրատվամիջոցների տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ իշխանությունը զավթելուն եւ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր է արել։ Այսօրվա դատական նիստի ընթացքում դատարանը քննեց նաեւ Միքայել Սրբազանին վերագրվող հանցանքը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքները պատժի տեսակի եւ չափի մասին որոշում կայացնելու համար։ Հանրային մեղադրողը պատիժը մեղմացնող կամ ծանրացնող որևէ հանգամանք չներկայացրեց եւ միջնորդեց Սրբազանի նկատմամբ կիրառել ազատազրկում պատժամիջոցը 2 տարի 6 ամիս ժամկետով։ Գիտեք, իրականում բացառիկ բան է տեղի ունենում։ Առաջին անգամ միջին ծանրության հանցանք կատարած անձին ազատազրկում միջնորդել են դեպքում, երբ որ սանկցիան նախատեսում է 5 տարբեր տեսակի պատիժներ, այդ թվում տուգանք, հանրային աշխատանք, ազատության սահմանափակում, որը որ ազատազրկման հետ կապ չունի, այսինքն որոշակի ժամերի սահմանափակումը տանից դուրս գալու եւ արդեն կարճաժամկետ միջև 2 ամիս էր նախատեսում ազատազրկում եւ ընդհանրապես 2-ից 5 տարի։ Հիմա այդ ինչից որոշեց դատախազը, որ պետքա գա հատկապես ազատազրկում, մի հատ էլ 2.5 տարի։ Ականա չէ, որ սա նորից քաղաքական էս բնույթի հետապնդման շարունակությունն է, սա կոնկրետ հանձնարարություն է։ Հակառակ դեպքում բացառվում է որևէ այլ գործով գալ եւ նման միջնորդություն անել։ Լրագրողների հարցին, թե ինչու մինչև այժմ պաշտպանական կողմը չի ներկայացրել Սրբազանի առողջական վիճակի կամ անցած ուղու մասին փաստեր, որոնք կմեղմացնեին դատարանի որոշումը, պաշտպաններն ասացին, որ Սրբազանն անձամբ չի ցանկացել նման քայլի դիմել, քանի որ իրեն մեղավոր չի ճանաչում, հետևաբար դատարանին խնդրանքով դիմելն իմաստ չունի։ Դատական նիստին ներկա էին Մայրաթոր Սուրբ Էջմիածնի եւ մեր եկեղեցու տարբեր թեմերի բարձրաստիճան հոգեվորականներ, քահանաներ։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան arczepiskopos Հովանեսյանը դատական նիստի ավարտին հայտնեց իր կարծիքը։ Արդարադատություն, որ իրականացվում է, իրական ավտոկրատիկ ռեժիմի ստեղծած մի մթնոլորտում, բնականաբար, որը վախի, կամակատարության, քմահաճույքի կատարման մթնոլորտ է։ Մեզ համար հայտնի է, որ Միքայել Սրբազանի այս ամբողջ դատական գործը եւ հիմնական մեղքը նրանում է կայանում, որ նա հայ եկեղեցու հոգևորական է եւ պետք է հայ եկեղեցու հոգևորականին որևէ կերպ պատժել։ Ինչպես մեր նախորդ հայտարարության մեջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նշել էինք, որ մենք չենք ընդունում Միքայել Սրբազանի մեղավորությունը, որ շինված ապօրինի գործընթաց է գնում, մենք նույն կարծիքին ենք մնում, առավել եւս համոզվեցի, երբ այսօր մեղադրող կողմը մի անգամից 2.5 տարվա
խափանման միջոցը որպես ազատազրկում առաջարկեց։ Գիտեք, այն հսկա մի գրեթե 1000 էջանոց տրցակը իր առջև որ դրված էր, որը որ որևէ այսքան նիստերի ժամանակ չթերթատվեց եւ հայտնի չէ մեջը ինչ է, քանի որ չգիտեմ, գուցե ես չեմ լսել, դուք բոլորդ լսել եք մեղադրող կողմից այդ 2000 էջ պարունակողից գոնե մի էջը ինչ է։ Ինձ թվում է պարզապես այդ թղթերի վրա, ամեն էջի վրա գրված է։ Մեղավոր է եւ վերջ ծունկի բերել նստացնել։ Ամեն էջի վրա անընդհատ կարդալու եւ իրականացնելու նման արտարադատություն։ Ցավում եմ, որ մենք այսօր նման իրականության առջև են կանգնում այսպես կոչված իրական Հայաստանում։ Եվ ես վստահ եմ, որ այսօրվա թե մեղադրողի, մեղադրող կողմի եւ թե դատավորը, որ ունեն զավակներ եւ իմ աղոթքն է առ Աստված, որպեսզի նրանց զավակները իրենց կյանքի ընթացքում երբևէ չբախվեն իրենց ծնողների նման արդարադատություն իրականացնողների։ Եվ վստահ եմ, որ Աստված մեր աղոթքը կլսի եւ նրանց երեխաներին կփրկի իրենց նմաններից։ Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, դատավճիռը կհրապարակվի հոկտեմբերի 3-ին։ Սոնա Խաչատրյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։